Նախ կարծում եմ, որ հարկային օրենսգիրքային փաստաթուղթն է, որ պիտի քննարկվի առարկայական, պիտի քննարկվի հանգիստ, առանց հիստերիկաների, անպագորգոր հայտարարությունների, առանց վիրավորական եւ անշնորհք բառերի, առանց նրան, որ մեկը մյուսի հաշվին, մեկը մյուսին անվանարկելով փորձի ինչ-որ ընտրություններին ընդառաջ պոպուլիստական նպատակներ լուծի, իսկ ընդհանուր առմամբ ուզում եմ այսպես մի խորհուրդ տամ, անկախ նրանից ով ինչ մեծ բան ունի, պետք չի որ իր գլխից մեծ թռնի։ Այստեղ հիմնականում այս օրերի ընթացքում գնաց շատ հանգիստ, շահագրգիռ, մասնագիտական, առարկայական խոսակցություն բոլորի կողմից, թե հարց տվողների, թե աշխատանքային խմբի կառավարության ներկայացուցիչի, որը շատ հանգամանալից պատասխաններ ուներ բոլոր հարցերի համար, եւ ես շնորհակալ եմ, իմ գոհունակությունն եմ ուզում հայտնեմ այս միջավայրի համար, որ ստեղծված էր, եւ համարում եմ, որ այս աշխատանքը մենք պետք է շարունակենք հենց այս ոճով եւ այս մթնոլորտով։ Ուրեմն ավելի քան 10 տարի առաջ մենք նախաձեռնել ենք 10 տարուց ավել դեռ սկսել ենք խոսել հարկային օրենսգրքի ստեղծման անհրաժեշտության մասին եւ այդ անհրաժեշտությունը իսկապես շատ գիտակցված էր, բայց այս 10-ից ավելի տարիների ընթացքում ամենատարբեր պատճառներով այդ գործընթացը չի գնացել, աշխատանքային խմբեր են ստեղծել, նախաձեռնվել է, կանգնել է այդ գործընթացը, կարևորությունը շատ բարձր է, որովհետեւ մենք մեր հարկային օրենսդրությունը կազմող հիմնական օրենքները ունենք, թվով դրանք շատ են, 15-ից ավելին են կարծեմ, եւ այս բազմազանությունը ճնշում է տնտեսվարողներին, ինչպես ներսի տնտեսվարողներին, այնպես էլ դրսի ներդրողներին, եւ բացի դրանից այս 18 տարիների ընթացքում մենք բազմաթիվ անգամների հատվածային կտոր լրացումների եւ փոփոխությունների ենք ենթարկել այս օրենսդրությունը եւ այս իմաստով ուրեմն շատ իսկապես անհրաժեշտ էր։ Ես ուզում եմ հիշեցնել, այս դահլիճում մարդիկ կան, որ կհիշեն, որ ժամանակ է եղել ամեն օր մեր հարկային օրենսդրության փոփոխություն է քննարկվել։ Ժամանակ է եղել, երբ որ ոչ միայն գործարար համայնքը, անգամ աշխատակազմ, անգամ տեսուչները չեն հասցրել յուրացնեն նոր փոփոխությունները։ Եվ ժամանակ է եղել, երբ որ մենք պայմանավորվել ենք մորատորիում դնել մի քանի տարի, 2-3 տարի ձեռք չտալ հարկային օրենսդրությանը, որպեսզի տնտեսվարող համայնքը հարմարվի դրան։ Հիմա վերջապես այս վերջին 2 տարիների քրտնաջան իսկապես այստեղ խոսք եղավ գիգանտ կատարված աշխատանքի, նպատակասլաց աշխատանքի արդյունքում մենք այսօր ազգային ժողովի եւ հանրության դատին ներկայացված ունենք մի ստվար փաստաթուղթ, որը կատարելության հասցնելու խիստ անհրաժեշտություն մենք ունենք, որովհետեւ խնդիրը միայն նրանում չէր, որ հարկային օրենսդրությունը բոլոր փաստաթղթերը պարզապես մեխանիկական ճանապարհով միացնենք իրար եւ ստանանք մեկ միասնական փաստաթուղթ բոլոր տեղի գոյություն ունեցող լուծումները միացնելով իրար, դա չափից ավելի պարզունակ մոտություն կլիներ։ Այսօր մենք անհրաժեշտություն ունենք եւ դա մեզ դրդեց գնալ այս հիմնարար աշխատանքը կատարելու, դա հիմնարար փոփոխություններ, նոր լուծումներ, կոնցեպտուալ մոտեցումներ, քանզի այսօր մենք կանգնած ենք լրջագույն մարտահրավերների առաջ, քանի որ կա ժամանակի հրամայականը, որը արտահայտված է նաեւ մեր երկրի նախագահի հայտնի ելույթում, ուր շեշտադրվում էր երկրի տնտեսական առաջընթացը, տնտեսվարողների գործունեությանը ծավալելու եւ ընդլայնելու հստակ հեռանկարներ ապահովելու մասին։ Սա դրված է նաեւ կառավարության գերակայությունների մեջ եւ հարկային օրենսգիրքը բարելավելու առաջին եւ գլխավոր նպատակը հենց այս խնդիրները լուծելն է, նպաստել նշված նպատակադրումների իրագործմանը։ Այսօր մեր այս քննարկումներով մենք պիտի համոզվենք, որ իսկապես բոլոր այն լուծումները, որ առաջարկվում են կամ դրանց մեծ մասը գոնե իրականում նպաստելու են երկրի եւ տնտեսության առաջ դրված խնդիրների լուծմանը։ Մենք պետք է դրանում վստահ լինենք, այս դահլիճում նստած են եւ բազմափորձ պրոֆեսիոնալներ, եւ գործարարության խնդիրներին լավատեղյակ անձինք, եւ քաղաքական գործիչներ, ովքեր շատ սերտ կոնտակտներ ունեն թե բիզնես համայնքի հետ, թե ՓՄԶ ներկայացուցիչների հետ, եւ մենք միասին կառավարության մասնագետների հետ այս հսկայական փորձը վերլուծելով, իմի բերելով պիտի կարողանանք համատեղ աշխատանքով գտնել լավագույն լուծումները մեր երկրին, մեր տնտեսությանը, վերջին հաշվով մեր քաղաքացիներին այս փաստաթղթով օգտակար գտնվելու, օգտակար դառնալու համար։ Եվ պետք է տեսնենք, որքանով է այս փաստաթուղթը պատասխանում այն բարձր պահանջներին, որ այսօր մեր երկիրը ունի պետության առաջընթացը ապահովելու ինչպես եւ ինչ չափով, ապահով
ապահովելու բարձր արտադրողական, տեխնոլոգիական, արդի պահանջներին համապատասխան տնտեսության կայացումը, նոր ներդրումների ներգրավումը տնտեսության մեջ, որակյալ աշխատատեղերի հիմնադրումը։ Մենք ապրում ենք գլոբալացվող աշխարհում, որտեղ ամեն օր ամեն երկիր մտածում է ինչ արագությամբ է առաջ գնում։ Մենք պիտի կարողանանք այս մրցակցության մեջ այսպիսի փաստաթղթերով մեր խնդիրները լուծել։ Սա է խնդիրը։ Եվ որքան էլ ֆիսկալ խնդիրները մշտապես կարևոր են, որքան էլ որ կարևոր են հարկային վարչարության խնդիրները եւ լուծումները արժեքավոր եւ գովելի, այնուամենայնիվ ես համաձայն եմ բազմաթիվ գործընկերների հետ, ովքեր այստեղ խոսեցին, որ ժամն է համալիր կոնցեպտուալ լուծումների, կայուն եւ կանխատեսելի դաշտ ստեղծելու երկարաժամկետ հեռանկարի համար։ Այս իմաստով այս հարկային օրենսգրքի մեջ բավականին մեծ թվով օպտիմալ լուծումներ են առաջարկված եւ այս մասին բազմաթիվ դիտարկումներ հնչեցին այս քննարկման ընթացքում։ Եթե ժամանակացների մի քանիսը դրանցից ընդգծեմ, ուրեմն նախ եւ առաջ որ նախատեսվող փոփոխությունները երկարաժամկետ են, այսինքն հարկ վճարողների եւ ներդրողների համար կանխատեսելի հարկային միջավայր է ձևավորվում, որ այդ հաճախակի փոփոխությունների չի ենթարկվի եւ գոնե մոտակա 3-5 տարիների ընթացքում հնարավորություն կտա հարկային համակարգում ապահովել կայունություն, սահունություն, կկարգավորվեն հարկային մարմինների կողմից իրականացվող ստուգումների եւ ուսումնասիրությունների հետ կապված հարաբերությունները, հնարավորինս կրճատելով հարկ վճարումների մոտ ստուգումներ իրականացնելը, շեշտերը դնելով վերլուծությունների, կամերալ գրասենյակային ուսումնասիրությունների վրա, ընդհանուր առմամբ ուզում եմ ընդգծել, որ ստուգումների հետ կապված խնդիրներում բազմաթիվ բարելավող նշանակություն ունեցող կարգավորումներ են մտնում։ Պարոն Միրումյանը շատ մանրամասը դրանց մասին ասել է, հանդիպակաց ստուգումների վերացում, վաղեմության ժամկետի տարածում վերստուգումների վրա եւ այլ, ես սրանք չմանրամասնեմ, ժամանակը այդքան թույլ չի տալիս։ Բացի դրանից, էականորեն պարզեցվում եւ ազատականացվում են հարկերի հաշվարկման վճարման կարգը, հիմնականում դա դրսևորվելու է ավելացված արժեքի հարկի եւ ակցիզի գծով, կրճատվում է հարկերի հաշվառման վճարման հարկային մարմիններում հաշվետվությունների ներկայացման պարբերականությունը, շատ կարևոր հանգամանք, որովհետև շատ ժամանակ է խլում, նաև վերանում է մեկ հարկատեսակի գծով նախատեսված հաշվի փոխարեն մեկ այլ հարկատեսակի համար նախատեսված հաշվին սխալ վճարումներ կատարելու եւ դրա հետևանքով տուժերի ենթարկվելու հավանականությունը, անհատական հաշիվ վարելու էլեկտրոնային հնարավորություն է տրվում, ազատականացում է շահատոհարկի կանխավճարների հաշվարկման համակարգը, նորմավորվող որոշ ծախսերի նորմաները վերացվում են, որը նույնպես շատ կարևոր է, հատկապես մեր ապրանքների մրցունակությունը բարձրացնելու, կադրային ներուժի շարունակական զարգացման նպատակով ծախսեր կատարելու եւ այլը։ Եվ բազմաթիվ բաներ, որոնք նույնպես ուրեմն շատ կարևոր են եւ գոհացուցիչ են եւ այս առումով ես ուզում եմ բարձր գնահատել միջազգային եւ հայրենական փորձի հիման վրա կատարած այս մեծ աշխատանքը։ Դրա հետ միասին ուզում եմ առանձնացնել մի քանի մտահոգող հարցեր նույնպես, այսինքն անցնեմ սակայնին։ Ուրեմն առաջին ինչի մասին ուզում եմ խոսել, պարոն Միրումյան, մենք բազմիցս խոսել ենք մաքսային սահմանից երկրի ներքին տարածք հարկային բեռի տեղափոխման, ներմուծողների համար շրջանառող միջոցների տնտեսման մասին ես շատ ցավում եմ, բայց այս նախագծում չտեսա գոնե տեսանելի միջնաժամկետ կամ երկարաժամկետ հատվածում ավելացված արժեքի հարկը սահմանից երկրի ներս տեղափոխման վերաբերող դրույթներ։ Եվ ես կարծում եմ, որ մենք կարող ենք այսպիսի մի քննարկում անել եւ հիմնավոր Ինչու, ասենք օրինակ, գոնե մոտակա 4-5 տարիների ընթացքում մենք չենք կարող իջեցնել ավելացված արժեքի հարկը, չենք կարող դա բերել սահմանից ներս։ Ինչու, ես այստեղ ուզում եմ միանալ պարոն Հրանտ Բագրատյանի կարծիքներին եւ նույնիսկ ուզում եմ հիշեցնել մեկ այնպիսի բան, որը ինքը անգամ չասեց, ուրեմն դեռևս 90-ականների սկզբին պատերազմական ամենածանր մեր ժամանակահատվածում վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտարարում էր, որ երբևիցե Հայաստանի հարկային համակարգը չի իջնի այդքան ցածր, որ ինքը իր ձեռքով հայտարարի, որ ինքը իր երկրի ներսում չի կարողանում հարկահավաքությունը ապահովել եւ տանի ավելացված արժեքի հարկը սահման այնտեղ գանձելու համար։ Ես կարծում եմ սրա մասին պետք է մենք այսօր խորհենք եւ ընդհանրապես ուզում եմ իմ անձնական վերաբերմունքը ասել, ավելացված արժեքի հարկը սա միջազգային տնտեսության հիվանդ հարկատեսակն է, որը ծնում է մեր նեգատիվ երևույթների մեծ մասը։ Սրա մասին պետք է մենք
մենք կոնցեպտուալ մտածենք եւ աշխատենք։ Հաջորդ հարցը դիվիդենդների հարկումը։ Անկախ նրանից, թե որ երկիրը ինչպես է վարվում, պարոն Միրումյան, այնուամենայնիվ մենք ունենք միայն մեզ հատուկ ծանրացնող հանգամանքներ, որոնք խոչընդոտում են մեր երկրում ներդրումների ներգրավումը, եւ սա եւս մեկ նոր հարված կլինի ինչպես տեղական ներդրողների կողմից տեղական ներդրողների կողմից նոր ներդրումներ հավաքագրելու, այնպես էլ դրսից ներդրումներ ապահովելու։ Առանձին հարկատեսակների մասին շատ խոսվեց, հատկապես եկամտային հարկի կարգավորումների մասին։ Ես կարծում եմ, որ այստեղ իսկապես մենք պետք է եւս մեկ անգամ նայենք, թե ինչպես են վարվում, ասենք օրինակ ԵԱՏՄ մեր գործընկերները, եւ ոչ թե խոսենք միայն կամ վարվենք միայն կոսմետիկ փոփոխություններով, որը արդարացիորեն առաջացնում է գործատուների դժգոհությունը։ Ակցիզի իմաստով, ուրեմն ծխախոտը եւ ալկոհոլը կարող եմ հասկանալ, ուրախ եմ, բենզինը եւ սեղմված բնական գազը չեմ հասկանում։ ՓՄԶ-ի 40 միլիոն դրամի հետ կապված։ Ուզում եմ ասել, որ դեռևս այն ժամանակ, երբ որ մենք 58.3 միլիոնի հաշվարկն էինք անում, երբ մենք եկանք 115 միլիոն դրամին, մենք բազմաթիվ անգամ թվերով առանձին բոլոր ծախսերը հաշվարկելով ցույց ենք տվել եւ ապացուցել ենք, որ չեն տեղավորվում մեր տնտեսվարողները սրա մեջ, չեն տեղավորվում։ Իրականում պարոն Այվազյանի հարցը տեղին էր, ինչն է փոխվել կամ ինչն է լավացել, որ մենք հիմա գնում ենք այս ճանապարհով։ Այնուամենայնիվ ուզում եմ ընդգծել գլխավոր հարցերը, որոնք իմ կարծիքով հետևյալն են։ Կուզեի, որ օրենսգիրքը հստակ պատասխաներ ստվերային շրջանառությունների հարկման, ստվերի կրճատման, ինչ նոր քայլեր եւ զարգացումներ են սպասվում։ Օրինակ, ինչու պարոն Միրումյան, մենք այս նախագծում չենք կարող դնել սովորական հարկային իրավախախտումները, հարկերից խուսափումները եւ միտումնավոր չարամտորեն խուսափումները տարանջատող դրույթների հարցը։ Կարող ենք մենք այսօր այս օրենգրքով լուծել ստվերի եւ կոռուպցիայի դեմ պայքարի այն խնդիրները, որոնք այսօր մեր առջև կան, թեև ես բացարձակապես չեմ նսեմացնում այն մեծ պայքարը եւ մեծ արդյունքները, որ մենք ունեցել ենք այս տարիների ընթացքում, բայց այնուամենայնիվ սա եղել եւ մնում է մեր հիմնական խնդիրը։ Կարող ենք մենք այս օրենսգրքով գնալ տնտեսության աճի, արտադրության աճի, նպաստել արտադրության զարգացմանը։ Պարոն Միրումյան, 1000-ից ավելի ուրեմն կարգավորումներ կան այստեղ։ Կարելի է մի փոքրիկ կարգավորում անել հետևյալի մասին։ Մարդիկ կան, տնտեսվարողներ կան, որ շահույթը ստանում են, իրենց համար դղյակ են կառուցում, սպառման են ուղում, ճոխ մեքենա են առնում, ուրեմն տնտեսվարող կա, որը շահույթը ստանում են, ներդնում է տնտեսության մեջ, նոր արտադրամաս է կառուցում, նոր սարքավորում է գնում։ Կարող ենք մենք սա տարբերակել իրարից եւ խրախուսել այս մարդկանց, որոնք գնում են տնտեսությունը զարգացնելու ուրեմն ճանապարհով։ Կարծում եմ անհրաժեշտ է դրա կարիքը կա։ Ուրեմն բյուջետային ռիսկերը կարծում եմ անհրաժեշտ է եւս մեկ անգամ նայել, թե այս բոլոր խնդիրները իրար հետ 2018-ից դնելով այնուամենայնիվ ինչ բյուջետային ռիսկեր մենք կարող ենք ունենալ։ Ես առաջարկում եմ, որ մեր նախաձեռնողները գործադիրի ներկայացուցիչները իրականացնեն հարկային բեռի գնահատման այսպիսի մի գնահատական, պարոն Միրումյան, տեղեկանքի ձևով մենք տեսնենք իրար դեմ դիմաց երկու կարևոր թեզեր։ Մի կողմ ունենանք հարկ վճարողների բեռը թեթևացնող, ժամանակը տնտեսող, վարչարությունը պարզեցնող, խթանող կոնկրետ հոդվածները, դրույթները տեսանելի բոլորիս համար, հանրության համար, մյուս կողմում ուրեմն բեռը բարձրացնող, վարչարարությունը խստացնող, լրացուցիչ պատասխանատվություն եւ պարտավորեցնող առանձին բոլոր հոդվածները եւ դրույթները։ Եվ ընդհանրապես կուզենամ, որ երկարատև ժամանակահատվածի համար 5-10 տարիների համար օրենսգիրքը այսպիսի բիզնեսին նոր շունչ հաղորդող, հարկային ընդհանուր բեռը եւ վարչարարությունը թեթևացնող մեսիջներ առաջացնի կամ մեսիջներ ունենա։ Այս ներկայացված նախագիծը կարծում եմ նաեւ կարիք ունի գործարար համայնքի հետ ավելի ինտենսիվ քննարկումների եւ փոխադարձ համաձայնությունների ձեռքբերման եւ տեղյակ եմ նաեւ նման արմատական փոփոխությունների ժամանակը լավագույն չէ ընտրված կամ որ ուրեմն ներդրումային գրավչության, հարկային խթանների արդյունավետ օգտագործման, հարկային բեռի հավասարաչափ խթանման եւ այլ արդիական խնդիրների լուծման ուղղությամբ դեռևս նախագծում աշխատանքներ կան, որ պետք է կատարվեն եւ ես կարծում եմ, որ մենք ունենք ժամանակ գործարար համայնքի հետ այս աշխատանքը կատարելու եւ նրանց խնդիրներին հիմնավորված լուծումներ տալու համար։ Ես կարծում եմ, որ մենք ժամանակ ունենք նախագիծը հարստացնելու եւ կատարելագործելու համար
եւ կոչ եմ անում քաղաքական ուժերին, խմբակցություններին, հասարակական կազմակերպություններին, գործարար համայնքի ներկայացուցիչներին այսօր կառավարության կողմից առաջարկված այս ձևաչափով քննարկելով, լսումներ կատարելով, հնարավորինս ուրեմն առավել մանրամասն քննարկելով, համատեղ աշխատանքով գալ նրան, որպեսզի լուծենք այս օրենսգիրքը իսկապես լավագույնս դարձնելու հիմնարար կարևորագույն խնդիրը։ Ես կարծում եմ մենք ունենք դրա համար եւ ժամանակ, եւ հնարավորություններ, եւ մոտեցում։